Այսօր կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր երբեք չեն օգտվել ինտերնետից կամ բջջային հեռախոսից։ Կարելի է նույնիսկ գտնել մարդկանց, ովքեր չգիտեն կարդալ եւ գրել։ Սա հազվադեպ է, բայց փաստ է։ Բայց միևնույն ժամանակ դժվար է գտնել մեկին, ով երբևէ չի կրել հագուստ կամ Adidas-ի կոշիկներ, եւ առավել եւս, ով երբեք չի լսել այս բրենդի մասին։ Եվ սա զարմանալի չէ, քանի որ գերմանական բրենդն այսօր առաջատարներից է սպորտային հագուստի մեջ։ Ընկերությունը զբաղվում է ոչ միայն սպորտային, այլև ամենօրյա կյանքի համար հագուստի, կոշիկների եւ աքսեսուարների արտադրությամբ։ Այսօր Adidas-ին պատկանում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Reebok-ը, Rockport-ը, Janssen Systems-ը եւ TaylorMade Golf-ը։ Բայց որտեղից է առաջացել այս ընկերությունը։ Ով է հորինել այն, ինչպես է սկսվել ամեն ինչ, եւ ինչպես է այն կարողացել դառնալ աշխարհում ամենաճանաչելի բրենդներից մեկը։ Այս մասին այսօր կխոսենք։ Պաշտոնապես ընկերությունը հիմնադրվել է 1949 թվականին, բայց պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ։ Ադոլֆ Դասլերը ծնվել է աղքատ ընտանիքում 1900 թվականի նոյեմբերի 3-ին Բավարիայի փոքրիկ քաղաքում։ Նրա հայրը սովորական կոշկակար էր, մայրը տեղի լվացարանում լվացողուհի։ Քանի որ մեծ հեռանկարներ չկային, Ադոլֆը դեռահաս տարիքից օգնում էր հորը, իսկ շուտով ինքը դարձավ կոշկակար։ Ընտանիքը ապրում էր շատ աղքատ, հազիվ ծայրը ծայրին հասցնելով։ Ուստի 1920 թվականին Դասլերների ընտանիքը որոշեց սեփական բիզնես հիմնել կոշիկների կարի վրա։ Ընկերության ղեկավարությունը ստանձնեց Ադոլֆ Դասլերը, այն ժամանակ նրան ընդամենը 20 տարեկան էր։ Շուտով նրան միացավ նրա եղբայր Ռուդոլֆը։ Ընկերներն անվանում էին նրանց Ադի եւ Ռուդի։ Եղբայր Դասլերների փոքր կոշկագործարանը, եթե դա կարելի է գործարան անվանել, զբաղվում էր օրթոպեդիկ կոշիկների արտադրությամբ մարզիկների համար եւ տնային հողաթափերով։ Այն տեղակայված էր մոր լվացարանում։ Բիզնեսը դանդաղորեն աճում էր, հողաթափերը պահանջ ունեին, բայց դա մնում էր փոքր արտադրամաս, որոնցից Գերմանիայում կային հարյուրավոր։ Հնարավոր է ինչ-որ մեկը բավարարվեր դրանով, բայց Ռուդին մոլերանդ էր ընկերության զարգացման հարցում։ Անցնելով բազմաթիվ փորձերով, որոնք հաճախ ավարտվում էին ձախողումով, նա հաջողեց ստեղծել այն ժամանակվա համար հեղափոխական արտադրանք։ 1925 թվականին Ադոլֆը ստեղծեց աշխարհում առաջին կոշիկները՝ մեխակավոր ներբանով, որոնք արդեն 1 տարի անց դարձան գործարանի հիմնական արտադրանքը։ Նրանց գործընկերներն էին սովորական դարբիններ, ցելե եղբայրները, ովքեր իրենց արհեստանոցում պատրաստում էին այդ մեխակները։ Պահանջարկն աճում էր օրեցօր, ինչը հանգեցրեց սեփական շենք գնելուն 1928 թվականին։ Համատեղ Ջոզեֆ Վայցերի հետ Դասլերները մշակեցին եւ արտոնագրեցին նոր մոդել՝ մեխակավոր կոշիկներ, որոնք իսկապես փարաբերեցին գործարանը։ Բայց ինչպես անել, որ քո կոշիկները կրեն ճիշտ մարդիկ։ Պարզապես պետք է նվիրել դրանք բոլոր մարզիկներին։ 1926 թվականի Բերլինի Օլիմպիական խաղերում ամերիկացի վազորդ Ջեսի Օվենսը, կրելով Դասլերների կոշիկները, նվաճեց 4 ոսկե մեդալ եւ հաստատեց 5 համաշխարհային ռեկորդ։ Ահա այդ ժամանակ առաջին անգամ հայտնվեց Դասլերների ֆիրմային նշանը՝ 2 շերտերով։ Այդ իրադարձությունից հետո շատ մարզիկներ ընտրեցին Դասլերների կոշիկները օլիմպիական ելույթների համար շնորհիվ այն ժամանակվա նորարարական լուծումների։ Ով կմտածեր, որ բավական է պարզապես մեխակներ ամրացնել ներբանին եւ ամբողջ աշխարհը կխոսի քո մասին։ 1930-ականների վերջին Դասլեր եղբայրների գործարանի վաճառքները գերազանցեցին 400,000 գերմանական մարկը, մոտ $100,000, իսկ 1938 թվականին բացվեց երկրորդ գործարանը։ Ընդհանուր առմամբ նրանց ձեռնարկությունները արտադրում էին հազարավոր զույգ կոշիկներ օրական։ Վաճառքները աննախադեպ արագությամբ աճում էին մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Թեև երկու եղբայրներն էլ համոզված անդամներ էին նացիստական կուսակցության, Դասլերների գործարանները կոնֆիսկացվեցին նացիստների կողմից, իսկ եղբայրները ուղարկվեցին ռազմաճակատ։ Մեկ գործարանում նացիստները նույնիսկ փորձեցին հակատանքային ձեռքի նռնականետեր արտադրել, բայց սարքավորումները հարմար չէին դրա համար։ Ադոլֆին բանակից վերադարձրին ընդամենը 1 տարի անց գերմանական զինվորների համար մարզական կոշիկներ արտադրելու համար։ Պատերազմի ավարտից հետո Բավարիայի Հերցոգենաուրախ քաղաքը, որտեղ գտնվում էին երկու գործարանները, հայտնվեց ամերիկյան օկուպացիոն գոտում։ Ավագ եղբայր Ռուդոլֆը մեղադրվեց SS-ին պատկանելու մեջ եւ ուղարկվեց ռազմագերիների ճամբար։ Ադոլֆը նույնպես նացիստական կուսակցության անդամ էր, բայց որպես փոխհատուցում նա հոկեյի չմուշկներ կարեց ԱՄՆ-ի համար, ինչը փրկեց նրա դիրքը եւ բիզնեսը։ Չմուշկների դիմաց Դասլերը ստացավ ԱՄՆ բանակի հնացած սարքավորումներ,
վրաններ, հին բեյսբոլի ձեռնոցներ եւ այլն։ Ընտանեկան բիզնեսը գրեթե զրոյից պետք է վերականգնել։ 1946 թվականին օկուպացիայից հետո Ռուդոլֆը վերադարձավ ընտանեկան բիզնես։ Եղբայրները կրկին սկսեցին կոշիկներ արտադրել։ Բայց հաշվի առնելով հետպատերազմյան Գերմանիայի իրավիճակը, հումքի պակաս, միջազգային շուկաների հետ խնդիրներ եւ որոշ չափով մեկուսացում, նրանք ընդունեցին բավականին վիճահարույց, բայց միակ ճիշտ որոշումը՝ սկսեցին արտադրել կոշիկներ ռազմական համազգեստի մնացորդներից։ Ամեն ինչ գնում էր գործի։ Օրինակ, կոշիկների ներբանները պատրաստում էին ռազմական տեխնիկայի հին անվադողերից։ 47 աշխատակիցները աշխատավարձ էին ստանում ապրանքով, փայտով, մանվածքով եւ այլն։ Սակայն տարբեր հայացքներ եւ ընկերության հետագա զարգացման տեսլականը ավելի ու ավելի հաճախ էին հանգեցնում վեճերի։ Համատեղ աշխատանքն այլևս անհնար էր։ Հոր մահից հետո եղբայրները բաժանեցին ամեն ինչ։ Ռուդոլֆը վերցրեց նոր գործարանը, Ադոլֆը՝ հինը։ Նրանք պայմանավորվեցին երբեք չօգտագործել ընտանեկան ձեռնարկության անվանումն ու սիմվոլիկան։ Մեկը իր ընկերությունը անվանեց Ադիդասլեր, մյուսը Ռուդա, բայց մի քանի ամիս անց Ադիդասլերը դարձավ Ադիդաս, Ադիդասլերի կրճատումը, իսկ Ռուդան՝ Պումա։ Այդպես ավարտվեց համաշխարհային ճանաչում ունեցող Դասլեր բրենդը, եւ ծնվեցին նոր բրենդներ՝ Ադիդասը եւ Պուման, որոնք այսօր բոլորս գիտենք։ Եղբայրները մինչև կյանքի վերջ լռության մեջ պահեցին վեճի պատճառները, բայց ամենաշատը զարմացնում է այն, որ ընտանեկան ձեռնարկության փլուզումից հետո եղբայրները մինչև կյանքի վերջ չհաշտվեցին եւ չխոսեցին միմյանց հետ։ Ավելին, Ադիդասը եւ Պուման դարձան ամենաուժեղ մրցակիցները։ Ադոլֆի ընկերությունը արագորեն ժողովրդականություն էր ձեռք բերում։ Բարձր որակը եւ նորարարությունները օգնեցին Ադիդասին դառնալ սպորտային հիմնական բրենդերից մեկը։ 1949 թվականի օգոստոսի 18-ին Ադոլֆը երկու շերտերը վերցրեց հին Դասլեր լոգոից, ավելացրեց երրորդը եւ արտոնագրեց այն որպես Ադիդասի սիմվոլ։ 1952 թվականից ընկերությունը սկսեց արտադրել նաև այլ ապրանքներ Adidas ապրանքանիշի ներքո։ Առաջին փորձը տարբերակելու ասորտիմենտը եղավ սպորտային պայուսակների արտադրությունը։ Թեև կոշիկները մնում էին հիմնական արտադրանքը, գործընկեր, ով կստանձներ հագուստի արտադրությունը, դարձավ տեքստիլ ֆաբրիկայի սեփականատեր Վիլհելմ Ռայխը, ում Ադին պատվիրեց 1000 սպորտային կոստյում, 3 շերտերով թևերի երկայնքով։ Ապրանքը վաճառվեց ինչպես տաք թխվածքներ, եւ գործընկերները այնքան դուր եկան միմյանց, որ շուտով Ռայխը աշխատում էր միայն Adidas-ի համար։ 1954 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բեռնում Adidas-ի կոշիկներով Գերմանիայի հավաքականը առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Դրան նպաստեց Adidas-ի մեկ այլ նորարարություն՝ փոխարինելի մեխակներով բուցեր։ Հաղթանակից անմիջապես հետո Adidas բուցերի վաճառքը աճեց 800-ից մինչև 2000 զույգ օրական։ 1956 թվականին ընկերությունը ստացավ պաշտոնական թույլտվություն գովազդի համար Մելբուրնի օլիմպիական խաղերում։ Նույն թվականին Adidas-ը ստորագրեց առաջին լիցենզիոն համաձայնագիրը նորվեգական ֆաբրիկայի հետ, իսկ շուտով սկսեց արտադրություն Ֆրանսիայում։ 1950-ականների վերջին Adidas-ը մտավ ԱՄՆ շուկա, օգտվելով սպորտի աճող ժողովրդականությունից եւ այդ ժամանակ լուրջ մրցակիցների բացակայությունից։ 1970-ականների վերջին ընկերությունն արդեն ուներ 24 գործարան 17 երկրներում, վաճառում էր մոտ 200,000 զույգ կոշիկ օրական, ինչպես նաեւ հագուստ, գնդակներ եւ պայուսակներ։ 1970 թվականին Adidas Telstar գնդակը դարձավ Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը։ 1972 թվականին Adidas-ը դարձավ Մյունխենի օլիմպիական խաղերի տիտղոսային հովանավորը, իսկ GFH հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն ֆուտբոլում։ Այդ տարի հայտնվեց ընկերության հայտնի 3 տերևանին։ 3 տերևները նշանակում էին ընկերության ներկայությունը աշխարհի 3 մայրցամաքներում։ 1974 թվականին Adidas բուցերով գերմանացի ֆուտբոլիստները երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոններ։ 1976 թվականին օլիմպիական խաղերում Adidas-ով հանդես եկած մարզիկները նվաճեցին 75 ոսկե, 86 արծաթե եւ 88 բրոնզե մեդալ։ Այս ռեկորդը մինչ օրս չի գերազանցվել։ 6 սեպտեմբերի 1978 թվականին 77 տարեկան հասակում Ադոլֆը մահացավ։ Ընկերության ղեկավարությունը անցավ նրա այրի Կատարինային։ Հիմնադրի մահից հետո ընկերությունում սկսվեց ամենադժվար ճգնաժամը, հիմնականում Nike եւ Reebok-ի լուրջ մրցակցության պատճառով։ 80-ականներին նրանք ագրեսիվ գովազդային արշավներ սկսեցին Հյուսիսային Ամերիկայում։ Տասնամյակի վերջում նրանց բաժինը կազմում էր ԱՄՆ սպորտային կոշիկների շուկայի 50%-ը, մինչդեռ Adidas-ինը նվազեց մինչև կրիտիկական 3%-ի։
Ադոլֆ Դասլերի ժառանգները երկար չմնացին ընկերության ղեկին։ 1984 թվականին մահացավ Կատարինան, 1987-ին որդին՝ Հորստ Դասլերը։ 1989 թվականին մնացած ժառանգները ընկերությունը վաճառեցին ընդամենը 440 միլիոն գերմանական մարկով ֆրանսիացի ձեռնարկատեր Բեռնար Տապիին։ Այդ ժամանակվա ֆրանսիական ֆուտբոլային ակումբ Օլիմպիկ Մարսելի նախկին սեփականատիրոջը թողեց իրեն ընկերության ընդամենը 20% բաժնետոմսեր։ Այդ պահին Adidas-ը գտնվում էր աղետի եզրին, հետաքրքրությունը բրենդի նկատմամբ արագորեն մարում էր, իսկ սպորտային ընկերությունների առաջատար դիրքերը արդեն բաժանվում էին Nike և Reebok-ի միջև։ Սակայն նոր սեփականատերը չկարողացավ բարելավել ընկերության դիրքը։ 1993 թվականին նա վաճառեց Adidas-ը, իսկ մի քանի տարի անց ինքը ճանաչվեց սնանկ։ Ընկերության նոր գնորդ դարձան ֆրանսիացի ներդրողների խումբը։ Adidas-ի ղեկավար նշանակվեց Ռոբերտ Լուի Դրեյֆուսը։ Նրա ղեկավարությամբ սկսվեց ընկերության վերակազմավորումը։ Զգալիորեն ավելացվեց մարքեթինգային բյուջեն և արտադրությունը սկսեց տեղափոխվել Ինդոնեզիա, Չինաստան և Թայլանդ։ Երրորդ աշխարհի երկրներում էժան աշխատուժի հաշվին խնայողությունները կրկին դարձրին արտադրանքը մրցունակ համաշխարհային շուկայում։ Արդեն 1995 թվականին շահույթը աճեց ավելի քան 2 անգամ համեմատած 1994 թվականի հետ։ 1997 թվականին գնվեց ֆրանսիական Salomon Sport ընկերությունը, ծմրային սպորտի ապրանքների առաջատար արտադրողը։ Մինչև 2005 թվականը կոնցեռնը կոչվում էր Adidas Saloma։ Այս քայլը թույլ տվեց ընկերությանը դառնալ աշխարհում սպորտային ապրանքների երկրորդ խոշոր արտադրողը Nike-ից հետո, վաճառքները մեծացնելով 1.5 անգամ, հատկապես ԱՄՆ-ում։ 1999 թվականին ընկերության 50-ամյա հոբելյանին սկսվեց նոր գլխավոր գրասենյակի շինարարությունը։ Բացվեցին ներկայացուցչություններ Ճապոնիայում, Թուրքիայում և Նիդերլանդներում։ 2001 թվականին սկսվեց սեփական մանրածախ ցանցի ձևավորումը։ Առաջին երկու Adidas Originals խանութները բացվեցին Բեռլինում և Տոկիոյում 2001 թվականին, իսկ 2002-ին Նյու Յորքում։ Ընկերությունը կրկին արագորեն զարգանում էր, բրենդը տարեցտարի ավելի ու ավելի հայտնի էր դառնում։ 2005 թվականին Adidas-ը վաճառեց Salomon Sport ընկերությունը, իսկ ստացված գումարով 2005 թվականի օգոստոսին գնեց իր մրցակից Reebok International Ltd-ի 100% բաժնետոմսերը 3.8 միլիարդ դոլարով։ Հենց այս գնումն էլ թույլ տվեց Adidas-ին ավելացնել իր մասնաբաժինը ընկերության համար կարևոր ամերիկյան սպորտային ապրանքների շուկայում մինչև 20% և առավելագույնս մոտենալ շուկայի առաջատար Nike-ին, որը վերահսկում է 35%-ը։ Այսօր Adidas կոնցեռնն ունի ընդամենը 2 սեփական փոքր գործարան, մեկը Գերմանիայում, մյուսը ԱՄՆ-ում, իսկ ամբողջ արտադրանքը արտադրվում է պատվերով 290 տարբեր գործարաններում։ Դրանցից 71%-ը գտնվում է Ասիայում, 18%-ը Ամերիկայում, 6%-ը Աֆրիկայում և 5%-ը Եվրոպայում։ Կոշիկների արտադրության ծավալով 97% արտադրանքը պատրաստվում է Ասիայում, այդ թվում Վիետնամում, Ինդոնեզիայում և Չինաստանում։ Միայն 2018 թվականին արտադրվել է 409 միլիոն զույգ Adidas կոշիկ, որոնցից 11%-ը Վիետնամի խոշոր գործարաններում։ Կոշիկները կազմում են ընկերության ողջ վաճառքի 58%-ը։ Ապրանքը վաճառվում է երկու հիմնական ապրանքանիշերով՝ Adidas և Reebok։ Վաճառքների հարաբերակցությունը 90%-ը Adidas-ին և 10%-ը Reebok-ին։ 2018 թվականին ընկերությունում աշխատում էր 57,000 մարդ, միջին տարեկան շրջանառությունը կազմում էր 24 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը գրեթե 2 միլիարդ դոլար տարեկան։ Adidas-ը աշխարհի խոշորագույն սպորտային թիմերի և մարզիկների հովանավոր ընկերություններից մեկն է։ Մի քանի անգամ շատերի սիրելի այս բրենդը կարող էր պարզապես անհետանալ, սնանկանալ և մտնել պատմության մեջ։ Ադոլֆ Դասլերը առևտրային հաջողությունը միշտ դրել է երկրորդ տեղում, առաջինում եղել է սպորտի հանդեպ իր անսահման սերը։ Նա շատ ակտիվ մարդ էր, 75 տարեկանում դեռ խաղում էր թենիս և լողում էր լողավազանում։ Նրա հոբիներից մեկը կոշիկների կոնստրուկցիան էր, և հենց նրան են պատկանում բազմաթիվ գյուտեր, մասնավորապես փոխարինելի մեխակներով ֆուտբոլային բութսերը։ Ընկերության գործերով նա զբաղվում էր մինչև կյանքի վերջ։ Հաջողության ճանապարհը եղել է ողնաշարային և երկար։ Հենց շնորհիվ Ադոլֆ Դասլերի սովորական կոշկակարի փոքրիկ գավառական քաղաքից աշխարհում հայտնվեց այս համաշխարհային մասշտաբի հսկան։ Ընկերներ, իսկ ձեր անձնական սիրելի սպորտային հագուստի բրենդը ո՞րն է և ինչու։ Անպայման կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, որտեղ կլինեն ևս շատ նոր ու հետաքրքիր տեսանյութեր։